Ինչպես հայտարարել եկամուտները 26 թվականին։ Այս պահի դրությամբ ինչ պետք է անի ամեն քաղաքացի։ Հարսանիքների ժամանակ ծրարով գումար են տալիս, դա պետք է հայտարարագրվի թե չէ։ Հանկարծ հայտարարագրման պատճառով որևէ ձայն չկորի։ Սա երևի թե այն քիչ ցուցանիշներից մեկն է, որով մենք գերազանցում ենք Ադրբեջանին։ Ամեն հաջորդ տարի մեր կանխատեսումներից մի քիչ ավելի լավ է լինում, այս վերջի 2-3 տարին։ Ինչքանով է արհեստական բանականությունը մոտ ֆինանսական բանականության։ Եթե դուք ունեք ֆինանսական որոշումներ, ցանկալի չէ հույսը դնել ChatGPT-ի վրա։ Հայաստանում գերանցված աշխատողներից յուրաքանչյուր 15-րդը աշխատում է IT ոլորտում։ Այսինքն կարելի ասել Հայաստանը յուրաքանչյուր 15-րդը առնվազն հարուստ է։ Ողջույն, դուք դիտում եք ֆինանսական բանականության 21-րդ էպիզոդը։ Մենք քննարկում ենք բիզնես նորություններ, նոր ընդունված օրենքներ եւ ընդհանրապես ֆինանսական кейսեր, որոնց մեջ փորձում ենք գտնել ֆինանսական բանականություն։ Բաժանորդագրվեք How to be ալիքին եւ գրեք ձեր հարցերը, եթե այդպիսիք կլինեն։ Մենք անցած շաբաթ չհանդիպեցինք, բայց դրա համար կար շատ հետաքրքիր պատճառ։ Ինչու Վլադ։ Իրականում մեր հետախուզությունը լավ չէր աշխատել, մենք նկարել ենք էպիզոդը, պատրաստել ենք ու պատրաստ ենք արդեն հրապարակել ու հենց այդ ժամանակ կառավարությունում ֆինանսների նախարարությունը նոր նախագծով առաջ եկավ եւ փոխեց հայտարարագրման կանոնները։ Դրա համար մեր էպիզոդը իր ակտուալությունը կորցրեց եւ մենք հիմա նորից ենք նկարում։ Այո, բայց հիմա արդեն կիմանաք, թե վերջնականապես ինչպես կատարել եկամուտների հայտարարագրումը 2026 թվականին։ Գնացինք։ Ինչպես հայտարարել եկամուտները 26 թվականին։ Նախ 2026 թվականին եկամուտներ հայտարարում են բոլոր չափած ռեզիդենտ քաղաքացիները։ Այսինքն կամայական մարտը, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դարձել է չափահաս, հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ պետք է ներկայացնի իր եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Կապ չունի աշխատում է թե չէ։ Էլ կապ չունի աշխատում է թե չէ։ Այս 3 ֆիլտրներն է մնացել։ Ու ըստ էության սա հայտարարագրման վերջնական փուլն է, այսինքն նոր շահառուներ պետքա որ էլ չավելանան, այսինքն գործող օրենքով այս վերջի փուլներ։ Կհիշես նախորդ տարի բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցավ հայտարարման կանոնների հետ կապված, նախ սահմանվեց շեմ 300,000 դրամ միջև, հետո որոշակի բացառություններ սահմանվեցին, հետո վերջում ասացին, որ հարկային մարմինը կնախալրացնի, ով որ եթե ուզում է որոշակի ճշտումներ անի դրանք կանի, եթե չէ նոյեմբերի 1-ի դրությամբ այդ նախալրացված տարբերակը կհամարվի վերջնական տարբերակ։ Նախորդ շաբաթ ֆինանսների նախարարությունը հանդես եկավ նոր առաջարկություններով եւ նոր սահմանաչափեր սահմանը եւ նոր բացառություններ սահմանը։ Նախ էլ կարիք չկա հայտարարագրել վարկերը անկախ նրանից թե դրանք ինչ չափի են։ Հաջորդը շեմը 300,000 դրամ որ կար, այդ 300,000 դրամը դարձել է 1 միլիոն ու ընտանիքի անդամ չհանդիսացող անձացից ստացված միջև 1 միլիոն դրամները նույնպես հայտարարման ենթակա չէ։ Այսինքն դրանով ինձ թվում է էական մասը դուրս է գալիս, որովհետև շատ քիչ են էլի միլիոնից ավել տենց ինչ որ բանկային փոխանցումներ անող։ Ընդ որում ընտանիքի անդամների դեպքում այդ սահմանաչափն չի գործում եւ ովքեր են համարվում ընտանիքի անդամներ, ամուսիններ, ծնողներ, զավակներ, տատիկ, պապիկներ, ոնց որ դա էլ հստակ է։ Իրանցից ստացած գումարները նույնպես հայտարարման ենթակա չեն։ Անկախ նրանից ինչ գումար է, ինչքան մեծ է։ Հաջորդը ասում է, որ Հայաստանի հավաքականի ազգային հավաքականում մրցումների մասնակցել եւ ինչ որ մրցանակներ ստանալու, այդ մրցանակները ու պետական պարգևները նույնպես հայտարարման ենթակա չեն։ Այդտեղ հիշեցին մեմ, որ ինչ որ ոսկե մեդալներ են ցույց տալիս ու ասում են, «Էսը պետք է հայտարարագրեմ», ոնց որ շատ լուրջ են կընդունա երևի։ Ու դա էլ ոնց որ հայտարարման ենթակա չի։ Քանի որ այս տարի նաև մտել է համապարփակ առողջության ապահովագրությունը եւ որոշ գործատուներ իրենց աշխատակիցների տեղը վճարում են, այսինքն այդ գումարները նույնպես հայտարարման ենթակա չի։ Մրցույթների արդյունքում ինչ որ միջև 50,000 դրամ ստացած մրցանակները յուրաքանչյուր առանձին մրցանակ, եթե չգերազանցում 50,000 դրամը դրանք նույնպես հայտարարման ենթակա չեն։ Ասում է գույքի վաճառքի դեպքում նույնպես միջև 1 միլիոն դրամ դրանք հայտարարման ենթակա չեն, բացառությունը միայն հողամասերի օտարումը։ Ոնց որ թե սրանք են հիմնական նորարարությունները, այն ինչ որ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվում է։ Հիմա հիշեցնենք
առաջարկում եմ, որպեսզի այսպես կետ-կետ չգնանք, երբ ինչ փոխվեց, այս պահի դրությամբ ինչ պետք է անի ամեն քաղաքացի։ Ինչ պետք է իմանա։ Ամեն քաղաքացի, եթե ուզում է իր եկամուտները հայտարարագրի, նախ պետք է հասկանա, կա որևէ եկամուտ, որի ինքը ստացել է եւ հայկական որևէ ընկերություն այդ եկամուտի համար իր տեղը հաշվետվություն չի ներկայացրել։ Օրինակ, երբ ֆիզիկական անձը վարձով է տալիս իր բնակարանը, մեկ այլ ֆիզիկական անձի, այդ գործարքի համար չկա որևէ իրավաբանական անձ, որը իր տեղը հարկերը կհաշվեր, կվճարեր։ Հետևաբար ինքը պարտավոր է այդ հայտարարագրի եւ նաեւ դրանից առաջացած հարկը վճարի։ Կամ եթե ինչ-որ գույք է վաճառում։ Կամ երբ որ ինչ-որ գույք է վաճառում, կամ օրինակի համար աշխատում է միջազգային ինչ-որ ընկերությունում, որը Հայաստանում մշտական գրանցված ներկայացություն ունի, եւ ինքը պարտավոր է ինքնուրույն իր աշխատավարձը հայտարարագրի եւ հարկերը վճարի։ Հիմա եթե ունի ինքը նմանատիպ եկամուտ, ապա ինքը պարտավոր է հայտարարագրել։ Եթե չունի, կարող է չհայտարարագրել, այսինքն բոլոր եկամուտները ինչ որ ստացել, այսպես թե այնպես հարկային արդեն գիտի, դա այդ նախա լրացված տարբերակը կհամարվի վերջնական, ինքն որևէ խնդիր չունենա։ Բայց հիշենք, որ կա նաև սոցիալական կրեդիտների ինստիտուտը, ինչա սոցիալական կրեդիտը, դա թույլ է տալիս առողջապահական եւ կրթական ծախսերի համար փոխհատուցում ստանալ պետությունից։ Առողջական ծախսերի համար մինչև 50,000 դրամ եւ կրթական ծախսերի համար մինչև 100,000 դրամ, բայց երկուսը միասին նորից առավելագույն շեմը 100,000 դրամն է։ Մեկ շատ կարևոր բան կա, որ այն մարդը, որ նոր դիմում է այդ սոցիալական կրեդիտը հետ ստանալու, պետքա միջև իր եկամտային հարկը հիփոթեկով ամբողջությամբ ստացած չլինի եւ այնտեղ լինի դրական տարբերություն։ Օրինակի համար, եթե դու տարեկան 1 միլիոն դրամ եկամտային հարկ ես վճարել, հիփոթեկով արդեն 1 միլիոնը հետ ես ստացել, հետեւաբար դու չունես մնացորդ ու չես կարող հետ ստանալ։ Իսկ եթե օրինակ ստացել ես 950,000-ը, կարող ես 50,000-ի չափով հետ ստանաս։ Եթե ստացել ես 800,000 եւ ունես սոցիալական կրեդիտ միջով 100,000 դրամի, ապա կարող ես 100,000 դրամը հետ ստանաս։ Ընդ որում մի շատ կարևոր բան ասեմ, որ սովորաբար երիտասարդների ուսանողների ուսման վարձի համար կարողանում է դիմել եւ ուսանողը եւ երկու ծնողները որպես վճարողներ եւ յուրաքանչյուրը միջով 100,000 դրամ հետ ստանա, ինչը բավականին հետաքրքիր ու արդյունավետ մեխանիզմ է։ Անցած տարի մենք անցած էպիզոդում ենք անդրադառնում, որ գրեթե 5 միլիարդ դրամ նման կերպով վերադարձվել է քաղաքացիներին։ Հա, 5 միլիարդից ավել վերադարձվել է քաղաքացիներին, ընդ որում հիմնականում հենց կամավոր ներկայացրած ֆիզիկական անձանց մեծ մասը հենց ներկայացրել է, որպեսզի սոցիալական կրեդիտից օգտվի եւ հետ ստանա, որտեղ ունեցել է շատ հստակ շարժառիթ։ Հա։ Ու հիմա էլ եթե ցանկանում են ստանալ այդ հետ վերադարձը, անպայման պետք է իրենք ներկայացնեն, ոչ թե թողնեն, որ հարկայինը նախալրացնի։ Հա։ Ընդ որում շատ կարևոր է, որպեսզի եթե օրինակի համար նույն ուսանողի համար 3-ն է ուզում են ստանան եւ ուսանողը եւ երկու ծնողները, պետք է ուսման վարձը ամեն մեկը իր հետ վերադարձի ենթակա գումարի չափով վճարի եւ ուսումնական հաստատությանը հետեւողական լինեն, որպեսզի իրանց հաշիվ գրեն, նշելով իրանց սոցկարտի կամ հծարան, որ համակարգում ավտոմատ արտացոլվի։ Մի փուճուրել ամփոփենք, ինչ է ստացվում։ Եթե դուք աշխատում եք ինչ-որ տեղ, ստանում եք աշխատավարձ, բանկերի հետ եք գործանում, վարկ եք ստանում կամ, չգիտեմ, ավանդ ունեք, եկամուտ եք ստանում, այդ դեպքում որևէ հայտարարագիր ներկայացնելու պահանջ ձեր համար չի առաջանում, որովհետև ավտոմատ այդ ամեն ինչը կատարվում է։ Հայտարարագիր պետք է ներկայացնել միայն այն դեպքում, երբ որ դուք ունեք լրացուցիչ եկամուտներ, որը որևէ տեղ չի արձանագրվում, եւ B, եթե ուզում եք ստանալ հետվճար կրթական կամ առողջապահական ծախսերի համար, ճիշտ է։ Այո, եւ եթե ստացել եք ֆիզիկական անձից մեծ չափով փոխառություններ, որը ձեր ընտանիքի անդամ չի հանդիսանում, պայմանական էլի օրինակ, օքեյ ասեմ։ Okay, իսկ այս վերջին փոփոխությունների մասին ինչ կարծիք է։ Այս տպավորությունը, որ մի քիչ ավելի իմաստ է ստանում այս օրենքը, որովհետև
ավելի ուղղված է դառնում այն դեպքերին, երբ որ հնարավոր է շատ լուրջ էական մասշտաբի չարաշահումներ։ Նայ, ես կասեի, որ ոչ թե մենք գնում ենք վերևից ներքև, այսինքն դնում ենք խնդիր եւ հասկանում ենք, թե այդ խնդիրը լուծելու համար ինչ է պետք, այլ հետընկեկի հակառակը, այսինքն հարային դաշտում եղել է քննադատություն, բերել են որոշակի մասնավոր դեպքեր, օրինակներ, որոնք իրոք կարող աբսուրդային լինեին, ու այդ աբսուրդային кейսերը բացառելով, միգուցե նաև բացառել ենք ինչ-որ դեպքեր, որոնք հնարավորություն կտային որոշակի լուրջ խախտումներ կամ ինչ-որ պոտենցիալ ռիսկեր բացահայտել, բայց իմ կարծիքով մոտեցումը եղել է հետևյալ, այսինքն հարային դաշտում ինչքան кейսը քննարկվել, փորձել են այդ кейսերը, օրինակի համար հիշում ես, չէ, ասում են, որ կոլեկտիվով հավաքվում են 1000 դրամ գցում են ինչ-որ մեկի քարտեն, ինքը պատվիրում է, հիմա դա հայտարարագրենք, թե չհայտարարագրենք, կինը գումար է տվել, որ ամուսինը վարկը մուծի, բայց սովորաբար երևի հակառակն է լինում, էլի ամուսինը տալիս է կնոջը, որ վճարի, հիմա դա պետք է հայտարարագրվի, թե չէ, ծնողները կամ պապիկ տատիկը գումար են տալիս թորնիկին, չգիտեմ, ինչ-որ նվեր գնելու փոխարեն կամ հարսանիքների ժամանակ ծրարով գումար են տալիս, դա պետք է հայտարարագրվի, թե չէ, եւ ոնց որ նշեցինք, էլի այդ ոսկե մեդալները, որոնք որ ստանում են կամ ինչ-որ պարգևներ եւ այլն, դրա համար իմ մոտ ամեն դեպքում տպավորությունն է, որ հանրային դաշտում այն քննադատությունն ու այն մասնավոր դեպքերը, որոնք որ բարձրաձայնվել են, լուծումները դրա է առաջարկվում։ Այսինքն այն տրամաբանությամբ, որ հանկարծ հայտարարագրման պատճառով որևէ ձայն չկորի։ Միգուցե Կա բանականություն։ Նայ, հայտարարագրումը լուրջ եմ ասում, ինքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ապացուցի, որ ինքը ինչ որ արժեք է ստեղծում մեր պետության համար, որովհետև մի կողմից մենք հիմա փչացրել ենք սոցիալական կրեդիտի գաղափարը, ինքը այդքան է լավ չի աշխատում, ոնց որ կարող էր աշխատել, ու այդքան մասսայական չի աշխատում, ոնց որ կարող էր աշխատել։ Մյուս կողմից չդիմանալով քննադատությանը շատ կարևոր ինձ թվում է ինֆորմացիան ու ամենայնիվ էլի հասանելի չի լինում եւ ստացվում է, որ ունենք մի հատ համակարգ, որի էֆեկտիվությունը լուրջ հարցականի տակ է։ Այն որ երևույթը ինքը իրանով բերում է ընդհանուր ֆինանսական գրագիտության, որ մարդը նաև հայտարարագիր լրացնելով մի հատ ամփոփում է տարվա ընթացքում իր դրամական հոսքերը, իր մեջ արժեք կա, հա, բայց դա շատ վատ մատուցվեց, շատ կտրուկ քայլերով, օրինակ, չգիտեմ, հա, 50,000 շահառուից անցում անել մի անգամ 750, հետո մի քանի միլիոնի, տենց շատ մեծ քայլեր էին էլի 2-3 տարվա մեջ։ Հետևաբար դեռ այս որոշման ու համակարգի ֆինանսական բանականության հարցը հարցականի տակ է։ Եթե կունենաք հարցեր հայտարարագրման վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում, մենք անպայման կպատասխանենք։ Օրեր առաջ հրապարակվեց Հայաստանի համախառն ներքին արդյունքի նախնական ցուցանիշը 2025 թվականի վերաբերյալ եւ Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2025 թվականին կազմել է 9474 դոլար կամ 8393 եվրո կամ դրամով 3,666,540 դրամ։ Եվ սա երևի թե այն քիչ ցուցանիշներից մեկն է, որով մենք գերազանցում ենք Ադրբեջանին արդեն 3 տարի, այնտեղ 7360 դոլար է մեկ շնչի հաշվով հնան, բայց դեռ զիջում ենք բազմաթիվ այլ երկրների, ես մի քանի երկրի օրինակ զուտ բերեմ, օրինակ ԱՄՆ-ին զիջում ենք մոտ 10 անգամ, այնտեղ 90,000 է, Իսրայելում մոտ 60,000 դոլար է, Ֆրանսիայում 48,000, ավելի այսպես փոքր մեր հետ ինչ որտեղ համեմատելի պետություններից, օրինակ Կիպրոսում 42,000, Էստոնիայում 34,000, Լիտվայում 32,000, Ղազախստանում 14,000, Թուրքմենստանում 11,000։ Եվ զիջում ենք նույնիսկ Վրաստանին, որտեղ մոտավորապես 10,000 դոլար է, այս տարվա ցուցանիշը դեռ չկա, մյուս տարվա նախորդ տարվանն է 10,000։ Գերազանցում ենք թերևս Ուկրաինային եւ Իրանին, այն պետություններին, որոնք շատ բարդ իրավիճակի մեջ են։ Բայց ինչն է լավ, որ մեկ շնչի հաշվով հնան վերջին տարիներին մեզ մոտ բավականին լավ տեմպով աճում է, օրինակ 2020 թվականին այն եղել է միայն 4300 դոլար,
2022-ին է եղել լուրջ թռիչք, հասել է $6,700, դրանից հետո արդեն 2023-ից սկսած 8,000-ը գերազանցել է, 8,200, նախորդ տարի 8,700 եւ այս տարի 9,434։ Գեորգ Պապոյան էկոնոմիկայի նախարար իր Facebook-ի էջում հրապարակել էր, որ 17 թվականի համեմատ մեր հնան ու մեկ շնչին բաժնող հնան երկու ցուցանիշն է, ոնց որ 2.5 անգամ աճ արձանագրեմ։ Դրանի պատասխան կար նաև մեղադրանք, որ այդքան էլ այդպես չի, քանի որ փոխարժեքի փոփոխությունա տեղի ունեցա, եթե կհիշեք 17 թվականին փոխարժեքը տատանվում էր 485-500-ի միջակայքում, հիմա տատանվում է երևի 375-380 միջակայքում, բայց այնուամենայնիվ, քանի որ ընդունված է համարել, որ հնան չափվում է եւ համեմատվում է դոլարային արտահայտությամբ, ոնց որ ունենք այն ինչ ունենք, եւ ինչն է հետաքրքիր եւ մի կողմից նաեւ ուրախալի, որ 17-25 թվականների միջակայքում մենք ունեցել ենք մեծ ճգնաժամներ եւ աղետալի իրադարձություններ, ինչպիսին էր համաճարակը, պատերազմը, հետպատերազմական խառնաշփոթը, հետո ինչ որ Արցախից փախստականների ժամանումը Հայաստանը ամբողջը նաև մեծ տնտեսական ճնշում է գործադրել, բայց այնուամենայնիվ ունենք հնայի աճ, ընդ որում ինչն է հետաքրքիր, որ նույն Գեորգ Պապոյանի Facebook-յան էջից ցուցանիշ եմ վերցնում, որ արտահանման մեջ էլ էլի հայկական ծագում ունեցող բեռները ոնց որ 2 անգամ աճել են, ինչի համար է սա օրինակ կարևոր ինսայթ, որովհետև շատերը մեկնաբանում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով ոնց որ ռեէքսպորտը վերարտահանումն է շատացել, եւ մենք պայմանական չինական ապրանքներ ներմուծում ենք Հայաստան, հետո տանում ենք Ռուսաստան ու ոնց որ դա մեծ ազդեցություն է ունենում կառուցվածքի վրա, բայց այնուամենայնիվ երբ որ զտում ենք եւ նայում ենք հենց հայկական ծագումը ունեն, այսինքն կարանք ասենք, որ մենք ունենք տնտեսական որոշակի պոզիտիվ թվեր եւ ընդ որում մեր փաստացի արձանագրված տնտեսական աճը կանխատեսվածից ավելի բարձր էր, ինչը նաեւ պատճառ է հանդիսացել, որ մի շարք միջազգային ռեյտինգներ վերանայել են իրենց կանխատեսումները ու բարելավել են, ինչը դա անկեղծ շատ հաճելի է։ Հա, տնտեսական աճը նախորդ տարվա 7.2% եւ հնան ամբողջը, հա, ոչ թե մեկ շնչի աճվով, հնան մեր կազմել է 11 տրիլիոն դրամ կամ 29.2 միլիարդ դոլար եւ առաջարկում եմ նաեւ տեսնել, թե որ ոլորտներն են, հա, հիմնականում ապահովել այդ աճը, առաջին տեղում առևտուրն է ամեն դեպքում 13.4%-ն է ապահովել հնայի, երկրորդը մշակող արդյունաբերությունն է 11%, երրորդը կարող ես գուշակել Ծառայություններ, ֆինանսական սեկտորն է 9.7%-ը հնայի ապահովել, անշարժ գույքի հետ կապված գործունեություն 9.1% եւ 5-րդ տեղում գյուղատնտեսությունը 7.9%։ Նախորդ տարվա համեմատ ամենամեծ աճը թռիչք է, գրանցել է շինարարության ոլորտը, որը 6-րդ տեղում է իր կշռով 6.6% եւ մեր կողմից շատ քննարկվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ընդ որում IT-ն գումարած հեռահաղորդակցությունը, հա, միասին ապահովել է հնայի 5.8%-ը։ Ամեն դեպքում ամեն հաջորդ տարի մեր կանխատեսումներից մի քիչ ավելի լավ է լինում, այս վերջի 2-3 տարին, ինչը հաճելիորեն զարմացնում է մեզ։ Դե իրականում ամեն դեպքում կա ազդեցությունը ռուս-ուկրաինական այդ խնդիրների ու այդ ազդեցությունը գնալով քչանում է, բայց դանդաղ է քչանում, ինչը թույլ է տալիս նաև որ լուրջ շոկեր չլինեն, գումարած դրան շինարարության ազդեցությունն էլ առաջիկա տարիներին նվազելու է, որովհետև նաև այդ հիպոթեկային վարկերի վերադարձի ծրագիրն է արդեն սահմանափակվում, Երևանում ավարտվել է ու դա էլ դեռ մի քանի տարի իհարկե շինարարություն կգնա, բայց մոտ 3 տարուց դրա էֆեկտն էլ կնվազի, հիմա խնդիր կառաջանա գտնելու նոր աղբյուրներ տնտեսական աճը խթանելու։ Միգուցե դա բանը լինի թրիփին ուղեկցող այդ մոդուլային ատոմային կայարանի շինարարությունը ու էլի շինարարության ոլորտը ստեղծության բան լինի, այտենց առաջատար լինի։ Միգուցե
աշխարհաքաղաքական հարցեր են դրանք, որի մեջ առայժմ դժվար է խորանալ։ Ինձ գիտես ինչն է հետաքրքրում, որ երբ որ գեոպոլիտիկ պատճառներով բանա լինում, ինչ-որ ցուցանիշներ լավանում են, ասում են դե ոնց որ մեր կառավարությունը ինչ էլի, նստած տեղը ինչ-որ օգուտներ է քաղում, բայց այդ նույն պատճառներով երբ որ անկում է լինում, տենց սուր քննադատության է ենթարկվում, ինչն է հետաքրքիր, որ օրինակ չգիտեմ, անցած տարի կարծում չէ, որ ոսկու արտահանման թվերը տնտեսականորեն ներմուծում արտահանումը թվերը մեծացնում են, ասում են դե թվերա ոչ մի օգուտ չկա։ Երբ որ այս տարի նույն պատճառով թվերի անկում տեղի ունեցավ, ասում են դե անկում ա եղել առանց նշելու պատճառը, որ նույն գործարքները, որոնց ասոբա մի տարի առաջ օգուտ չէին տեսնում, հիմա դրա անկումը տենց բան են անում, շեշտադրում են ու զարմանալի է, ոնց որ թե տնտեսագիտությունն ու բանը, որ ամեն դեպքում թվերի վրա հիմնված է, բայց ոնց են կարողանում մանիպուլացնել այդ ամեն ինչը։ Հա, բայց կարծում եմ դա երկկողմանի է, որովհետև նույն թրիպի տնտեսական էֆեկտը առայժմ ոչ մի թվեր հնչեցված չեն ու ինքը կարող է իրականում շատ փոքր տնտեսական առումով կարող է շատ փոքր լինել, միզերնի է ուղղակի։ Հա, հենց այդ է, որ ինքը ավելի շատ գեոպոլիտիկ նշանակություն ունի ու աշխարհակական ինչ-որ չտամ ներկայացություն, հա, այս տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից, քան թե տենց տնտեսական Նաև ես երկար մտածում եմ, չի բացառում, ինքը կարող է նաև վնասաբերել լինի։ Ինչով։ Դա իր այդ կապիտալ ծախսերը եւ այլն ու Հա, ուղղակի որպես բիզնես չաշխատի։ Հա, որտեղ տենց ինքը մեծ ծախսեր է լինելու, ընդ որում կարող է այնց լինի, որ ճանապարհի շահառուները ուղղակի պրինցիպի հարցավոր լինի ու իրականում չօգտագործեն կամ ոչ այդ ծավալը օգտագործվի եւ հետեւաբար զուտ այդ հնարավորությունը որ ունեն։ Տեսնենք։ Ինչքանով է արհեստական բանականությունը մոտ ֆինանսական բանականության։ Մենք այդ հարցը խոստացել էինք բարձել եւ ներկայացնել մեր դիտողներին։ Հիմա փորձենք հենց էպիզոդի շրջանակներում երկու տարբեր մոդելների, ChatGPT-ին եւ Gemini-ին, տանք նույն հարցը ու տեսնենք թե ով ինչ որոշում կկայացնի եւ ինչ խորհուրդ կտա ու չափենք իրանց ֆինանսական բանականության ինդեքսը։ Այո։ Եվ այսպես մի հատ խնդիր եմ գրել, երբ որ ունենք 4 հատ վարկ, շատ խոճուճ խնդիր է։ հա, կարճ ներկայացնենք։ Ուրեմն 4 վարկերն է 1 միլիոն դրամ են 2 տարի ժամկետով։ Առաջի վարկի համար ամսական վճարում ենք 60000 դրամ անունիցետային վճար։ Երկրորդ վարկը տարեկան 14%-ով է եւ ունի սպասարկման վճար, որը հաշվարկվում է վարկի սկզբնական մեծության նկատմամբ եւ 0.5% է։ Ու տարվա ամբողջ ընթացքում վճարվում է միայն տոկոսա գումարը եւ վերջում մայր գումարը։ Երրորդը բիզնես վարկը, որը 24%-ով է, սակայն տոկոսի կեսը սուբսիդավորում է պետությունը, բայց միևնույն ժամանակ, որպեսզի այդ ծրագրից օգտվես, պահանջում է պայմանական գյուղատնտեսության ոլորտի խորհրդատու, ում կարիքը դու իրականում չունես, բայց ստիպված ես ծրագրին օգտվելու համար վճարես 20000 դրամ էլ ամսական այդ ծախսը կա, որը կարելի ասել վարկի հետ առնչվում է այդ ծախսը։ Եվ չորրորդը նորից 24%-ով է եւ բացի տոկոսից ինքը վարկային գիծ է, կա սպասարկման վճար 6000 դրամ, պայմանական քարտի սպասարկման վճարն է 6000 դրամ։ Հիմա հարց տանք, ասենք ունենք 2 միլիոն դրամ եւ պետքա մարենք երկու վարկը, որ երկուսը արժի մարել։ Ու դնենք երկու խնդիր։ Խնդիր համար մեկը, որ երկուսը մարենք, որ մեր ընթացիկ ծախսը նվազի, ասենք պայմանական ունենք ամսական 500,000 դրամ եկամուտ, եւ մեզ պետքա որ հնարավորինս քիչ ուղենք վարկերին, որպեսզի մնացորդը լինի հնարավորինս մեծ, մեր կյանքի մակարդակը չտուժվի։ Cash flow-ն այսպես ասած։ Եվ երկրորդը, որը մարենք, որ արդյունքում ամենաշատ գումարը խնայենք։ Հիմա ես կփորձեմ այդ հարցը տալ GPT վճարովի տարբերակին, ես էլ Gemini-ի։ Ուրեմն մինչև LLM-ները կտան իրենց պատասխանը, կարող եք պաուզա սեղմել եւ ինքներդ հաշվարկել գրել ճիշտ պատասխանը մեկնաբանություններում, այնուհետև կտեսնենք թե ով ճիշտ դուրս եկավ։ Եվ այսպես նայեք արդյունքները։ GPT-ն որպեսզի ամսական ծախսը հնարավորինս շատ նվազի, առաջարկում է մարել առաջի վարկը, որը խնայում է մեզ ամսական 60000 դրամ,
Եվ երկրորդը վարկ 3-ը, որը բիզնես վարկն էր 24%-ով, որի կեսը մուծում է պետությունը, եւ ունենք 20000 դրամ բիզնես խորհրդատուի ծախս, այսինքն ինքը համարում է, որ 12% 1 միլիոն է գալիս ամիս 10000 դրամ տոկոս եւ 20000 դրամ խորհրդատու 30000 դրամ ծախս է մեր մոտ քեշով խնայում։ Արդյունքում ասում է, որ ամիսը 90000 դրամ քիչ ծախս կանես։ Որը որ ճիշտ պատասխան է։ Ուրեմն Gemini-ը նույնպես առաջարկում է վարկ 1-ը մարել, որը դե պարզ է ամիսը 60000 դրամ խնայում է, եւ երկրորդը առաջարկում է մարել վարկ 4-ը, որը վարկային գիծն է, բայց ինքը վարկային գծի հաշվով ամսական խնայողությունը հաշվել է 61000, ինչը նշանակում է, որ Gemini-ը չի հասկացել, որ վարկային գծի դեպքում ամսական մարում չի արվում մայրգումարի, միայն տոկոսագումար է մարվում։ Խնդրի պայմանում չի եղել, որ չենք մարում, բայց չի եղել, որ մարում ենք, եւ սովորաբար երբ ասում ենք վարկային գիծ, ենթադրում ենք, հետեւաբար կարանք համարենք, որ 1.0 քո ChatGPT։ Այ, չէ, 1.5 կես։ Ճիշտ է։ 1.5 Չնայած կամ 2.1, ոնց կարանք հաշվենք, ամեն դեպքում առաջարկում եմ վերջում պարզաբանենք Gemini-ին, հասկանանք ամեն դեպքում տերմինները չի հասկանում, թե մաթեմատիկան չի հասկանում, օքեյ։ Ես հիմա գրեմ, որ վարկ 4-ի դեպքում ամսական մարումներ չկան եւ մայրգումարը վճարվում է վերջում։ Ահա, այս դեպքում ինքն էլ առաջարկում մարել վարկ 1-ը եւ վարկ 3-ը, բայց ամեն դեպքում վարկ 3-ին հաշվարկել է ամսական 52000 դրամ վճարում։ Բան չի։ Ինչի։ 52 շատ է հաշվել։ Նա երբ որ մենք դնում ենք 1 միլիոնը 24 ժամկետով, դնենք 24%-ով, լարի մի հատ անցանենք։ Գալիս է 52870 դրամ անունիցետային վճար։ Պատկացրիր, բայց այդտեղ կա տոկոս, որը 10000 դրամ է, օրինակ առաջի վճարումից պետությունը հետ է տալիս, հանում են գալիս է 42000 դրամ։ GPT-ն չի հասկացել, որ այդտեղ կա տոկոսային ծախս, մայր գումարի մարում, եւ այդ հանգամանքը հաշվի չի արել, Gemini-ն հաշվեց, ինձ թվում է կակ մինիմում կարելի է հաշվել 2-2։ Հա։ Այո, հենց տենց էլ ինքը ձևակերպում է 32000 դրամ վերջնարարությունքում ստացել է վարկի ծախսը, գումարած 20000 էլ խորհրդատուի վճարը։ Շատ լավ։ Հիմա նայենք հարց 2-ը, որ վարկերը մարել, որպիսի առավելագույնը խնայել։ GPT-ն առաջարկում է վարկ 3 եւ վարկ 4-ը։ Իսկ Gemini-ը առաջարկում է մարել վարկ 4-ը եւ վարկ 1-ը։ Ասում է, սրանք ամենաթանկ վարկերն են, մարելով այս երկուսը կխնայեք 1.064.000 դրամ, մասնավորապես 624.000 դրամ 4-րդ վարկից եւ 440.000 դրամ առաջին վարկից։ 624 4-ից բան։ Հիմա այստեղ հարցը ինչու՞մ է, GPT-ն վարկ 3-ը հաշվել է 720.000, հիմա արի հաշվենք հասկանանք, թե ով է ճիշտ։ Վարկ 3-ը, չէ, մենք արդյունքում արի նայենք անունից կառուցել եմ, վարկի տոկոս ընդհանուր լինում է 268906, եթե ասում ենք, որ պետությունը կեսը հետ է տալիս, չէ, այսինքն գալիս է 134000 դրամ տոկոս, ճիշտ է։ Եվ 24 անգամ 20000 է 480.000 դրամ 480.000 գումարած 124000, չէ, մոտավորապես տոկոսը 604, բայց GPT-ն հաշվել է 720, ինչի համար, որտեղ ինքը հաշվել է առաջի ամսվա 30000 դրամ ծախսը ու բազան պատկել է 24-ով։ Gemini-ն ոնց որ թե անցավ առաջ։ Այո։ Եվ վարկ 1-ը ամեն դեպքում ինքը 440 է հաշվել։ Այո։ Իսկ չորրորդը 624։ Այո։ Իսկ վարկ 2-ը 336։ Վարկ 2-ի հաշվարկը չի տալիս։
բայց ասում է, որ թեև վարկ 3-ն ունի խորհրդատուի թանկ վճար, բայց քանի որ մայր գումարը նվազում է, ընդհանուր տոկոսային բեռը ժամանակի ընթացքում փոքրանում է, ինչը այն դարձնում է ավելի շահավետ, քան վարկ 4-ը, որտեղ տոկոսը հաշվարկվում է անփոփոխ մայր գումարի վրա։ Շատ լավ։ Ստացվում է, որ Gemini-ը ամեն դեպքում ավելի լավ է հասկանում այդ ֆինանսական նյուանսները, այսինքն ունի ֆինանսական բանականություն։ Հա։ Մի փոքր տերմինների հարցում է, պետք իրեն ճիշտ ձևակերպումներ տալ։ Բայց մենք դիտավորյալ շատ ճշգրիտ չենք ձևակերպել, ընդունել ենք, որ միջին վիճակագրական մարդը ինչ բառապաշարով, ինչ ձևակերպումներով, ինչ շեշտադրումներով կգրեր, տենց են գրել ու փորձել ենք հասկանանք, թե ինչքանով կարողանա կոնտեքստը բռնելով, բոլոր այդ պայմանները վերցնելով, արհեստական բանականությունը, ֆինանսական բանականությամբ որոշում կայացնի եւ ChatGPT-ին պարտվեց։ Այո։ Էնպես որ եթե դուք ունեք ֆինանսական որոշումներ, ցանկալի չէ հույսը դնել ChatGPT-ի վրա, առաջին հերթին հույսները դրեք ինքներդ ձեր ֆինանսական բանականության վրա, այնուհետև կարող եք օգնության կանչել Gemini-ին եւ կարող եք նաեւ շարունակել դիտել մեր ոդքասթը, որովհետեւ առաջիկայում մենք նմանատիպ ավելի շատ ֆինանսական кейսեր ենք բացելու ու նաեւ դա փորձելու ենք քննարկել LLM-ների հետ խթանելու բոլորի ֆինանսական բանականությունը։ Այնց դուր եկավ այս փորձը, ու եթե ոնց որ մեկնաբանությունները մեզ տանանք այն ֆիդբեքը, որ դա հետաքրքիր էր, ինձ թվում է կարելի հաճախ անել, հատկապես որ շատ կենցաղային իրական կյանքում կիրառվող դեպք է, որ մարդը ունի որոշակի խնայողություն եւ բազմաթիվ վարկային գործիքներից է օգտվում, չի կողմնորոշվում, թե որը պետքա մարի, ու ամենատարածված բանը, որ ասում են, այս վարկի մեծ տոկոսները արդեն մուծել եմ, իրան պետքա պահել, այդ տենց ինձ սպանում է այդ նախադասությունը, որտեղ դա տենց այդ նախադասությունը ֆինանսական բանականությունը կիլոմետրերով իրարից հեռու են, ու երբեմն հենց ֆինանսական սեկտորում աշխատող մարդիկ են այդ ասում, ինչը ընդհանրապես շատ տենց ցավալի է։ Ու այս վերջերս անընդհատ որ sense խնդիր է լինում, հիշում եմ կենտրոնական բանկի հարցումը, որ բնակության 28%-ը կարող է մենակ տոկոս հաշվի ու հասկանում եմ, թե մեծ տոկոսներ մուծածները ինչ են գնում ուրիշ վարկեր մարում, ոնց որ այդ որոշումը դառնում է ավելի հասկանալի։ Այս էպիզոդի մեր վերջին թեման, ուրեմն Armenian Code Academy-ն եւ տեխնոլոգիական կրթության հիմնադրամը պատրաստել են զեկույց Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ 2025 թվականի, ու բավականին հետաքրքիր տվյալներ կային, ընդ որում որոշ տեղերում իհարկե պետական վիճակագրություն վերցրել էին, բայց հիմնականում հիմնվել էին հենց իրենց ունեցած դատայի վրա, աշխատելով տարբեր ընկերությունների հետ։ Եվ այսպիսի հետաքրքիր պատկեր է ստեղծվում։ Հայաստանում գրանցված աշխատողներից յուրաքանչյուր 15-րդը աշխատում է IT ոլորտում։ Այսինքն ընդհանուր հաշվել են 59060 պրոֆեսիոնալ IT սեկտորում։ Այսինքն կարելի ասել Հայաստանը յուրաքանչյուր 15-րդը առնվազն հարուստ է։ Ստերեոտիպի համաձայն, այո։ Եվ IT ընկերությունների թիվը Հայաստանում 1286-ն է, եւ ոլորտի շրջանառությունը 2025 թվականին, այս արդեն պետական վիճակագրությունը 2.6 միլիարդ դոլար է։ Ուրեմն ինչ ես կարծում, այս 1286 ընկերություններից որն են շատ, այն ընկերությունները, որոնք իրենց պրոդուկտը ունեն, թե այն ընկերությունները, որոնք ծառայություններ են մատուցում։ Ակնհայտորեն ծառայություն մատուցողները։ Ինչպիսի հարաբերակցություն քո կարծիքով։ 7-25 Ոչ, 61%-ը ծառայություն մատուցողներ են եւ 39%-ը արդեն պրոդուկտ ունեցող ընկերություններ են, ինչը ողջունելի է։ Շատ։ Եվ որոնք ինչքան տոկոսն է գլոբալ եւ ինչքան տոկոսն է լոկալ, ընդ որում այն ընկերությունները, որոնք ստեղծվել են այստեղ, բայց ամեն դեպքում ԱՄՆ-ում գրանցել են ընկերություն, դրանք համարում ենք լոկալ։ Իսկ օրինակ Service Titan-ը, որը ստեղծվել է դրսում, բայց ստեղ ունի։ Ինձ թվում է հաշվի առնելով ռուսական ռելոկանտների քանակը ու տենց լիքը ընկերություններ են եկել, պետք է լինի մոտավորապես, չգիտեմ,
65-5 79-21 ամեն դեպքում մեծ մասը լոկալ են։ Okay. Գլոբալները 21%։ Ուրեմն այն ամեն 15-րդ IT աշխատողը, որ ունեինք, ինքը ավելի մեծ հավանականությամբ տղամարդ է, թե կին։ Ավելի մեծ հավանականությամբ տղամարդ է։ Ինչպիսի հավանականությամբ։ Ինձ թվում է 60-40։ Այո, շատ ճիշտ ասեցիր, իսկ հայ է, թե ոչ հայ։ Դա բնականաբար հայ։ Ամեն քանի երրորդն է ոչ հայ։ Ամեն քան երրորդը ոչ հայ, էլի հաշվենք ռելոկանտներն ինձ թվում է ռուսների բաժինը շատ պետք է լինի, կարա լինի, ասենք օրինակ չգիտեմ 65-5։ Ոչ, համարյա 82-18, այսինքն ամեն 6-րդը հայ չի։ Okay. Ստացվում է։ Եվ իրենցից ամեն երրորդը ոչ տեխնոլոգիական ուղղվածության է, իսկ 3-ից 2-ը ամեն դեպքում այսպես ծրագրավորող կամ հենց տեխնոլոգիական բեքգրաունդով աշխատողներ են։ Եթե ավելի մանրամասնենք, բոլոր տեխնոլոգիական ուղղվածություն աշխատողներից 42.5%-ը բուն ինժինիրինգի մեջ են, այսինքն ծրագրավորման կարելի ասել ավելի հեշտ, 7%-ը դատայի մեջ են, data science, data analytics, 13.2%-ը ինֆրաստրուկտուրա եւ QA, այսինքն դեղ sysadmin-ներ, cyber security եւ նաեւ որակի ապահովման մասնագետներ։ Եվ 3.1%-ը product management-ի մեջ է, 9.5%-ն էլ դիզայնի, 7.5%-ն էլ sales եւ marketing։ Այսպեսի բաշխվածություն։ Բա մենք չկանք։ Հաշվապահություն, ֆինանսական մենեջմենտ, կառավարում։ Ուրեմն 3.1%-ը օպերացիաներ, այդ դուք, եւ 7%-ն է leadership։ Եվ քո կարծիքով այդ ամեն 15-րդը, որ IT մասնագետ է, ամեն որ երրորդն է, որ աշխատում է Երևանից դուրս։ Ամեն որ երրորդն է, ինձ թվում է ամեն դեպքում где-то մի 85-90%-ը պետք է լինի Երևանում։ Ուրեմն ընդամենը 4%-ն է, որ Երևանից դուրս է աշխատում, ինչը ցավալի ցուցանիշ է, դեռ հաշվի առնելով նաև, որ ասենք Երևանին կպած որոշ տեղեր կան, որոնք Երևանից դուրս են համարվում, օրինակ նույն Կոտայքի մարզը երրորդ տեղում է այս ցանկում, բայց չեմ կարծում, թե օրինակ Հրազդանում կամ Չարենցավանում է, հա։ Իսկ որ մարզն է առաջատարը։ Ենթադրաբար պետք է լինի Շիրակն ու Վանաձորը, տեխնոպարկերի գործունեությամբ պայմանավորված։ Այո, Շիրակում 37% եւ Լոռիում 15%, այնուհետև Կոտայք, Արմավիր, Տավուշ, Արարատ։ Անդրադառնանք նաև այն համալսարաններին, որոնք կրթում են այդ IT պրոֆեսիոնալներին, քո կարծիքով որոնք են առաջատարները։ ԵՊՀ ու պոլիտեխնիկ։ Այո, ԵՊՀ-ն 27%, պոլիտեխնիկը համարյա 24.5%, երրորդ տեղում Ժողն է։ Այո։ Գրեթե 9%, այնուհետև հետևում են Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ ռուս-հայկական սլավոնական համալսարանը մոտավորապես 6% ամեն մեկը, ընդ որում եթե ավելի տեխնոլոգիական բեքգրաունդով մարդ է, ապա առաջատարը պոլիտեխնիկն է, իսկ եթե օրինակ մարքեթինգ, մենեջմենտ, դիզայն, բան, ենթադրում եմ Ժողը։ Չէ։ Համալսարանը։ Հա։ Պետական համալսարանը, իսկ Ժողը բոլոր տեղերում երրորդն է։ Հասկացա։ Օրինակ շատ տարօրինակ է, որ դատայի մասով Ժողը 4-րդն է։ Հա, հատկապես որ ունենք չէ բան չէ, այնց վիճակագրության էս ինչի բան, այնց ամբիոնտ, հա։ Եվ նաև այս զեկույցի մեկ այլ հետաքրքիր մասը դա հայկական IT ընկերությունների database-ն է, որը մենք կտեղադրենք նկարագրությունում առանցին հղումով, այնտեղ բոլոր ընկերությունները գրեթե կան, իրենք product են անում թե ծառայություն,
քանի աշխատակից ունեն, ոչ թե կոնկրետ թիվը, այլ չգիտեմ, 1-ից 50, թե 50-ից 100, թե 250-ից ավել, ու նաև ինչ գործունեություն են ծավալում, ինչ ոլորտում են աշխատում։ Այս եթե չեմ սխալվում, երկրորդ անգամա չէ, ոնց որ Երրորդ կարծեմ։ Ես հիշում եմ նախորդ տարվանը, որը էլի բավականին լավն էր ու արդյունավետ էր, բայց պարունակում էր եւս մեկ կոմպոնենտ, դա ոնց որ տարբեր մասնագիտությունների ու տարբեր ուղղվածությամբ, ինչու միջին աշխատավարձերն էր, որը շատ տենց զգայուն ինֆորմացիա էր եւ հիշում եմ, որ շատ տարբեր ստարտափների ու ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ շատ տենց մեղմ ասած ոչ բարյացակամ ընդունեցին ու ծանր տարան, կոպիտ ասած ծանր տարան, որովհետև ակնհայտորեն շուկայում շեղում կար ու որոշակի նյուանսներ հաշվի առած չէր այդ ամեն ինչի մեջ ու ենթադրում եմ նաև ոլորտում տենց որոշակի հավելյալ բաներ ստեղծել, ճնշում էր ստեղծել, որովհետև մարդը, որ ինչ-որ միտեղ X աշխատավարձը ստամ, նայել էր, որ վիճակագրությունն ասենք 50% ավելա միջինը, պրետենզիաներ էր սկսել առաջադրել ու տենց այս տարի ոնց որ թե թեմային անդրադարձ չկա հաշվետվությունում։ Չէ, այս տարի այդ մասը չկա, երևի թե հենց այդ խնդիրների պատճառով, բայց սա երևի թե զեկույցի ամենաարժեքավոր մասը կլիներ, ուղղակի իր հերթին նաև մեր օբյեկտիվ իրականությունը նաև շատ հաճախ թույլ չի տալիս այդ ունենալ, որովհետև դեռ ամեն դեպքում ամեն մեկը փորձում է հնարավորինս ամեն բիզնես իրեն հարմարացնել ու դրա համար այսպես դժվար է բերել մեկ համակարգի, որ բոլորի համար ընդունելի դառնա։ Հա, հետո ես որ խոսում եի, ասում եմ, որ օրինակի համար, ենթադրենք ինչ-որ մի հատ ընկերություն է, որ այս պայն ունի խնդիր անվտանգության ու շատ սուր է, ինքը պատրաստ է շուկայից բարձր վճարի ու հենց դրա մասին սկսում են խոսալ, մնացած մասնագետներն ասում են, որ դա սենց աշխատավարձ կա ու այդ ընդունում են որպես կողմնորոշիչ, արդեն շուկայում որպես նոր իրողություն, բայց դա ասենք չգիտեմ, էլի բացառություն է ինչ-որ հանգամանքներում ու իրավիճակում, այն տնտեսագիտության մեջ բան կա, չէ, պարզած ձեռի հեռավորության վրա գործարք, այդ պարզած ձեռի հեռավորության վրա գործարք չէ, այսինքն սովորական գործարք չէ, տնկերությունը կարող է չգիտեմ միլիոններ կորցնում օրական, իր այդ անվտանգության խնդիրը չլուծելով ու դրա համար տենց զուտ վստահ լինելով բարձր որակով մասնագետ է բերում, կարող է տենց ու մի օքի է իրան պետք, ինքը կարող է իրան թույլ տա։ Բայց եթե դու ընկերություն ես, որ outsource է անում հենց անվտանգության սերվիս, դու քեզ չես կարող թույլ տաս էլի նմանատիպ քաղաքականություն վարել։ Okay, ամեն դեպքում շնորհակալություն Armenian Code Academy-ին։ Մենք շարունակելու ենք փնտրել ֆինանսական բանականությունն, առանց որի անհնար է ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում հանդիպող ֆինանսական որոշումները կայացնելիս։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե այս ամենը ձեզ հետաքրքիր է, գրեք ձեր հարցերը, մենք անպայման կպատասխանենք։ 21-րդ էպիզոդը այսքանն էր, կհանդիպենք։